Բարև ձեզ հարգելի հերթադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ զրուցել ենք Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փարեն քահանա Արաքելյանի հետ։ Շնորհակալ եմ Տեր Հայր մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ, ողջույն ձեզ։ Տեր Փարեն, երևի սկսենք, թե եկեղեցու շուրջ, եկեղեցի պետություն հարաբերությունները ինչու այսքան լարվեցին, որն է սրա հիմնական այսպես պատճառը, այդ կայծը ինչից եղավ, ու երբևէ, օրինակ, ես չեմ ամեն դեպքում արձանագրել, որ պետություն եւ եկեղեցի հարաբերություններ այս մակարդակի լինեն, այս աստիճանի լինեն, ինչու՞ց այս ամեն ինչը սկսվեց ու զարգացումները ոնց եք պատկերացնում։ Շնորհակալություն հարցի համար, ուրեմն շատ պատճառներ կարող ենք թվարկել, եթե ընդհանրացնենք, ըստ իս ամենագլխավոր պատճառն այն է, որ եկեղեցին ինքը ինքնուրույն կառույց է, եղել է եւ վստահ եմ պիտի լինի, եւ դա բնական է, եկեղեցին մշտապես հարցեր է բարձրաձայնել, որոնք հուզել են ամբողջ հասարակությանը, ողջ հայությանը, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ Զորօրինակ եկեղեցին միշտ խոսում է Արցախի հիմնախնդրի մասին, եկեղեցին խոսում է Արցախում մեր մշակութային ժառանգության մասին, սրբությունների մասին, եկեղեցին խոսում է Բաքվում գտնվող գերիների մասին եւ այլն։ Եվ միգուցե այս հարցերը մղում են նրան, որ հարաբերություններ լարվի։ Բայց եկեղեցին երբեք ու երբեք իր ամբողջ պատմության ընթացքում չի ունեցել նպատակ պետության հետ իր հարաբերությունները սրելու կամ լարելու։ Երբեք եկեղեցու նպատակը դա չի եղել եւ հիմա էլ այդպես չէ։ Հիմա օրեր առաջ Վեհափար Հայրապետը երբ որ վերադարձավ Ֆրանսիայից, մենք այնտեղ էինք, դիմավորեցինք եւ Վեհափար Հայրապետը մի խոսք ասաց, որ իմ ականջների մեջ հնչում է առ այսօր, ասաց, որ իշխանությունները թող դադարեցնեն, պետք է դադարի այս ամեն ինչը, որովհետեւ եկեղեցու նպատակը այլ է, եկեղեցին երբեք չի ուզում վեճ հարաբերությունների սրացում, այլ եկեղեցին մշտապես իր նպատակին հետամուտ գնում է առաջ։ Միգուցե թյուր կարծիք է ձևավորվել, որ եկեղեցին ուզում է այդ հարցերը բարձրաձայնելով սրել հարաբերությունները։ Տեր Փարեն, իշխանությունները մեղադրում են հոգևորականներին քաղաքականությամբ զբաղվելու, կուսակրոնության ուխտը չպահելու, ասում են, որ վատ բարքեր են եկեղեցու ներսում տիրում։ Այսինքն իրենց մեկնաբանությունը սա է։ Նայեք, այն որ ընտանիքի մեջ, սովորական ընտանիքի մեջ խնդիրներ լինում են, մենք միշտ սա ասել ենք ու բարձրաձայնել ենք։ Եվ եկեղեցին էլ սա էլ միշտ ասել ու բարձրաձայնել ենք, որ եկեղեցին էլ մի մեծ ընտանիք է եւ եկեղեցին էլ միշտ էլ ունեցել է խնդիրներ, ունի խնդիրներ եւ ունենալու է խնդիրներ, որովհետեւ մեծ ընտանիք է, բացի այն, որ ամենակարևորը եկեղեցին աստվածահիմն կառույց է, այնտեղ ծառայում են մարդիկ, մարդկային հարաբերություններ կան, ծառայություն կա, գործ կա, համագործակցություն կա եւ այս ամեն ինչի մեջ չի կարող խնդիրներ չլինի։ Դրա համար խնդիրները միշտ կան եւ եկեղեցին միշտ էլ իր խնդիրները ներսում բարձրաձայնում է, լուծումներ է տալիս եւ կենթանի շնչող օրգանիզմ է։ Ուրեմն այս իմաստով այսպես ինչ վերաբերում է ինչ ասացիք խնդիրներ կան։ Այո, վատ բարքեր են տիրում, իշխանությունները այդպես։ Վատ բարքեր են տիրում։ Այո, կուսակրոնության ուխտը չի պահպանվում։ Ես չեմ ուզում բամբասանքները մեկնաբանել, որովհետև դրանք բամբասանքների ոլորտին են պատկանում եւ մենք բամբասանքները չենք ուզում մեկնաբանել։ Ուղղակի մենք մեր ծառայության մեջ ենք, եկեղեցին իր ուղու վրա է եւ շարունակում է իր ծառայությունը։ Տեր Փարեն, այսօր տպավորություն է ամեն դեպքում ստեղծվում, որ այնինչ
մի որոշ ժամանակ առաջ անպատկերացնելի էր, հա, հաջողվեց այսօրվա իշխանություններին, այն է նախ այս աստիճան լարել հարաբերությունները եկեղեցու հետ ու եկեղեցին հենց ներսից բարակտել։ Խոսքը մասնավորապես այն հոգևորականների մասին է, ովքեր դիմում են կաթողիկոսին, հա, թուղթ են տարածում, նրա հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ։ Այ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը այս մասով ու այդ քահանաների հետ, եպիսկոպոսների հետ դրանից հետո ինչ-որ զրույց եղել է, հետաքրքիր է, ինչ-որ մեկնաբանություն ստացվել է նրանցից, թե ոչ։ Մեզ համար գիտեք ինչն է անընդունելի, ամենասկզբից սա ասել ենք, որ փոխանակ դեմ առ դեմ զրուցելը խնդիրները դուրս են բերվում եւ եթերով են տարածվում։ Մանավանդ վերջին օրերին անընդհատ մենք հետևում ենք խնդիրները եթերով տարբեր տեսակի լրատվամիջոցներով տարածվում են։ Ուրեմն փորձ արվել է թե չի արվել, ես վստահ եմ, որ փորձ արվել է։ Ես ինքս պարզ քահանա եմ, հստակ չեմ կարող պատասխանել, բայց ճանաչելով Վեհափար Հայրապետին, ճանաչելով մեր եկեղեցու հոգևորականներին, նվիրյալ հոգևորականներին, վստահ եմ, որ միշտ ուղղում են հայացքը այն մարդկանց, ովքեր որ շեղվել են, ովքեր որ ճշմարիտ ուղուց եկեղեցու ընտանիքից դուրս են եկել, իրենց ձեռք միշտ մեկնվում է։ Եկեղեցու գործելավոճը այդպես է։ Հիմա համարում եք, որ այս եպիսկոպոսները շեղվել են, հա, եկեղեցական կանոնակարգից։ Բայց ես կխնդրեմ պարակտում բառը չգործածենք, միշտ ասել ենք, եկեղեցին երբեք չի պարակտվում։ Եկեղեցուց մարդիկ ինքնակամ դուրս են գալիս։ Եկեղեցին նորից ասենք, Աստվածահիմն կառույց է, եւ եթե մարդիկ կապ չունի հոգեվոր ինչ աստիճան ունեն, դուրս են դնում իրենց եկեղեցուց, դա իրենք են ընտրում։ Բայց հիմա չեմ ուզում այդպես ասել, որովհետեւ մեր եպիսկոպոսները, ովքեր որ հանդիպել են այդ վարչապետի հետ կամ հայտարարությամբ են հանդես եկել, իրենք ունեն եպիսկոպոսի, arczepiskopոսի կարգավիճակ, որ այս թիվը կարող է գնալով մեծանա։ Եպիսկոպոսների, ովքեր մյուս ճամբան են անցնում։ Անհանգստություն նման չկա։ Ես չեմ ուզում ենթադրություններ անել, ես ուզում եմ արձանագրել փաստը, վերջին օրերին տեսեք շատ հոգևորականներ, շատ թեմեր հանդես եկան հայտարարությամբ։ Իդեպ Երևանի թեմն է, այսպես գրավորական կեցված, որն է պատճառը։ Հիմա ավարտեմ իմ ենթադրությունը կանը։ Ուրեմն շատ թեմեր, չթվարկենք թեմերը, հանդես եկան հայտարարությամբ, ոչ թե ի պաշտպանություն, որովհետև Մայրաթորը պաշտպանության կարիք չունի, Մայրաթորին Աստված է պաշտպանում, իրենց հավատարմությունը, մենք էլ մեր թեմով, մեր հավատարմությունը արտահայտեցինք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ նրա օրինական գահակալ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի նկատմամբ։ Եվ այդ հավատարմությունը արտահայտեցին նաեւ մեր եպիսկոպոսները, այդ հավատարմությունը արտահայտեցին մեր միաբանները, մայր տաճարում ծառայող հոգևորականներ, այսինքն եկեղեցու ընտանիքի մեծ մասը իր հավատարմությունը հայտնեց։ Սա ես ուզում եմ մի շատ կարևոր հանգամանք շեշտել, հասարակության մեջ կամ մամուլում նույնիսկ վատ բառ են օգտագործում, չեմ ուզում հիմա այդ բառը կրկնել, շեշտելով, որ ենթարկվում են։ Եկեղեցում ենթարկվել բառը չկա, եկեղեցում հնազանդվել բառը կա, իսկ հնազանդվելը քո առաջնորդին, հնազանդ լինել քո եկեղեցում, դա քեզ պատիվ է բերում։ Իսկ ինչ վերաբերում է այն թեմերին, ես չեմ ուզում մասնավորեցնել Երևանի Արարատյան հայրապետական թեմի մասին խոսելով, ինչ վերաբերում է այլ թեմերին, որոնք հայտարարությամբ հանդես չեն եկել, ես իրենց փոխարեն չեմ կարող պատասխանել, միգուցե պիտի իրենք էլ ժողով անեն, հավաք անեն, հետո իրենց կարծիքը արտահայտեն, բայց մի բանի մեջ վստահ եմ, որ այդ թեմերում ծառայող հոգևորականների մեծ մասը մեզ հետ ճանապարհ են անցել, սկսած ճեմարանական տարիներից եւ արդեն գրեթե 20 տարի միասին 20 տարուց ավել հոգևոր ասպարեզում իրենք շատերը իրենցից կամ գրեթե բոլորը ազնիվ հոգևորականներ են եւ իրենց խոսքը վստահ եմ կասեն ոչ թե ի պաշտպանություն տեսնում ենք որ ամեն օր մի նոր իրադարձություն է լինում
Նիկոլ Փաշինյանը այսպես ամեն օր մի նոր ծրագրով, նորոգման ծրագրով է հանդես գալիս։ Չեն հապաղում այդ թեմերը, այդ եպիսկոպոսները, ովքեր այսպես։ Մենք չենք կարող ժամանակը ասել, միգուցե ամեն ինչ իր ժամանակն ունի։ Վստահ եմ, որ մեր հոգևորականները, մեր եղբայրները իրենց խոսքը հավատարմության ուխտը կարտահայտեն հանդեպ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ հանդեպ Վեհափար Հայրապետի։ Դե բարեն նախորդին էր էլի Նիկոլ Փաշինյանը այսպիսի գրառում էր արել, իր տեսլականն է, իր ծրագիրն է ներկայացրել իբրև եկեղեցու նորոգման, ասում են, որ պետք է տեղապահ ընտրվի կաթողիկոսի, այնուհետև կանոնագիրքը փոփոխվի, նոր կաթողիկոս ընտրեն։ Այնախ սա որքանով է մտնում իրենց լիազորությունների մեջ, հա, որտեղից իրենց այդ մանդատը, ինչ մեխանիզմով են սրան հասնելու, սա ոնց եք պատկերացնում։ Նախ դրան չեն հասնելու։ Սա ամենայն պատասխանատվությամբ եւ վստահությամբ եմ ասում։ Իսկ ինչ վերաբերում է այդ նորոգման ծրագրին, այդ նորոգման ծրագրի առաջին կետը կարդալուց հետո մնացած կետերը իմաստ չունի կարդալ։ Ինչու՞։ Որովհետև առաջին կետը նշված է, որ Վեհափար Հայրապետը նույնիսկ ավազանի անունով կրկին անգամ դիմելով Վեհափար Հայրապետը պիտի հեռանա, նոր այս մյուս կետերը պիտի անենք։ Մենք միանգամից ասում ենք, չի լինելու, որովհետև կանոններով եկեղեցական, ավանդությամբ սրբազան, օծումով ամենակարևորը Վեհափար Հայրապետը ամենայն հայոց կաթողիկոս պիտի մնա մինչև իր կյանքի վախճանը եւ Աստված թող ուժ, քաջառողջություն պարգևի մեր Վեհափար Հայրապետին եւ ելի ասել ենք Վեհափար Հայրապետը շատ շուտով իր հանգիստ հովվապետական կյանքն է վայելելու օրհնելով իր հավատավոր հոտին։ Դե բառը շատերը մեղադրում են, հա, ամենայն հայոց կաթողիկոսին, Մայրաթորին, որ այդպես չի իր հավատավոր հոտին չի ներկայացնում, թե այս իրավիճակում հանրությունը ինչ պետք է անի։ Հիմա դուք խնդրում եմ մեկնաբանեք, ինչ քայլեր պետք է կաթողիկոսը, ինչ ուղերձով պետք է հանդես գա, անգամ եպիսկոպոսատ ժողովը, այսպես ասած, չեղարկվեց, ինչ իշխանությունները ներկայացնում են, իբրև կաթողիկոսին չի հաջողվել այդ ժողովը գումարելու, այդ պատճառով է հետաձգվել։ Ասելը մի բան է, իրականությունը բոլորովին այլ բան։ Վեհափար Հայրապետը Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ, թե ինչու չի գումարվում եպիսկոպոսատ ժողով։ Ամենապարզ պատճառներից մեկը հետևյալն է, որ այսօր, որը մեզ համար շատ ցավ է, որ այսօր անազատության մեջ են գտնվում 3 արքեպիսկոպոս, 1 եպիսկոպոս։ 4-ը սրբազան հայրեր, որոնք իրենց վճռական խոսքը վստահ եմ եպիսկոպոսատ ժողովներին ասել են ու կասեն, այսօր անազատության մեջ են։ Ուրեմն 4-ը սրբազան, որ չպիտի մասնակցի եպիսկոպոսատ ժողովին, եւ նաեւ ուղերձի մեջ ասվում էր, որ անվտանգությունից ելնելով։ Եթե այսպես է այս իրավիճակը, որքանով մենք երաշխիք ունենք, որ էլ սրբազան հայր չի կալանավորվելու։ Եթե ունենանք երաշխիք, եթե Վեհափար Հայրապետը Մայրաթոր Սուրբ Էջմիածին ունենա երաշխիք, վստահաբար եպիսկոպոսած ժողով կգումարի։ Տպավորությունը հետևյալն է. երբ որ Մայրաթորը մի հայտարարությամբ է հանդես գալիս կամ մի արարք է անում, այսպես կարծեք թե հարձակում է տեղի ունենում մեկնաբանությունների։ Ամենահեշտ բանը մեկնաբանելն է։ Եվ մարդիկ երբեմն այսպես մեղադրում են կամ իրենց ցավն են արտահայտում, ասելով, որ Վեհափար Հայրապետը ինչի չի խոսում, Վեհափար Հայրապետը ինչի չի խոսում։ Վեհափար Հայրապետը արդարացված չեն այդ մեղադրանքները։ Վեհափար Հայրապետը որևէ մեղադրանք արդարացված չի։ Կարծիքը կարող է արդարացված լինել։ Վեհափար Հայրապետը գիտի երբ խոսի, ու Վեհափար Հայրապետը խոսում է։ Ուղղակի պիտի Վեհափար Հայրապետի ձայնը լսենք։ Վեհափար Հայրապետը գոնե տարին մի քանի անգամ իր ուղերձներով հանդես է գալիս, քարոզներով հանդես է գալիս Մայրաթորի պատարակների ժամանակ, օրինակ Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության պատարակների ժամանակ
ամենակիչը տարին 2 անգամ վեհապար հայրապետը ինքը հանդես է գալիս եւ Եթե հիշեք, հորդորով նախորդ տարի անգամ թույլ չտվեցին ամանորին ուղերձը հեռարձակվի։ Այո, Ու այսպես կարելի է վստահաբար ենթադրել, որ այս տարի եւս կարող են այդպես ամեն քայլի դիմել, որ ճշմարտության ձայնը միշտ էլ ուզեցել են մարդիկ լռեցնել, բայց ճշմարտության ձայնը միշտ էլ լսելի է եղել ու միշտ էլ բարձրաձայնվել է։ Հիմա ես հիշեցի, երբ որ Հիսուս Քրիստոս մուտք էր գործում Երուսաղեմ, այնտեղ մարդիկ Օվսաննայի բարձունս օրհնություններ էին առաքում առ Հիսուս Քրիստոս եւ մարդիկ չարակամներ ասում են լռեցրու նրանց, ինչ պատասխանեց Քրիստոս, ասաց եթե իրենք լռեն, քարերը կաղաղակեն։ Այսինքն ճշմարտության ձայնը որևէ ժամանակ, որևէ կերպ չի շղթայվում, չի լռեցվում։ Եթե հիշում եք անցած տարի, երբ որ արգելվեց կամ ինչ-ինչ տեխնիկական չարդարացված պատճառներով վեհապար հայրապետի խոսքը տվյալ ժամին չհեռարձակվեց հանրայինով, ավելի շատ մարդիկ լսեցին վեհապար հայրապետի խոսքը, քան դրան նախորդ տարիներին։ Այսինքն մարդիկ կարիք ունեն վեհապար հայրապետի խոսքի։ Վեհապար հայրապետը միշտ խոսում է։ Մեկ ուրիշ այսպես մեղադրանք են ասում են վեհապար հայրապետը չի այցելում իր հոտին, չի խոսում իր հոտի հետ։ Նորից պիտի ասենք, որ սա մեղմ ասած ճիշտ չէ, որովհետև նախ վեհապար հայրապետը ինքը այցելել է իր հոտին, այցելում է, որքան եկեղեցիներ կան, որոնց վեհապար հայրապետ ինքն է օծել։ Ոչ միայն Սփյուռքում, Հայաստանից դուրս, այլ Հայաստանի սահմաններից ներս, Հայաստանի Հանրապետությունում, Արցախում, Արցախի մայր եկեղեցին ով օծեց։ Պատերազմից հետո ով գնաց Արցախ, վեհապար հայրապետը, չէ։ Ուրեմն վեհապար հայրապետը եւ ինքը անձամբ եւ իր սրբազանների միջոցով եւ մեր քահանաներից միջոցով միշտ ներկա է իր ժողովրդի կյանքում։ Դեր փառեմ, բայց մենք տեսնում ենք, որ նույն քահանաները, եպիսկոպոսները, որոնց կաթողիկոսը օծել է անգամ նրանցից մեծ մասի հենց իր, այսպես ասած, մեծ աջակցությամբ են գործել, մի մասը անգամ բուժում են ստացել, արտերկրում կրթություն են ստացել դուրսում, այսօր նրա հենց դեմ են դուրս եկել։ Հենց խոսենք կոնկրետ այս դեպքում խոսքը Գևորգ Սրբազանի մասին է, ում գիտենք թե որ մեծ աջակցությունն է ամենայն հայ կաթողիկոսի վայելել, իսկ այսօր հենց այդ առաջամարտիկներից է նրա դեմ պայքարում։ Ես մի բանի մեջ վստահ եմ։ Նախ ես չեմ ուզում անձնապես խոսել, որովհետև ես քահանա եմ, իրենք եպիսկոպոս։ Եվ մենք հարգում ենք կանոնը, եւ մենք հարգում ենք այս նվիրապետությունը։ Եվ մի բանի մեջ վստահ եմ, Աստված մի արասցե։ Եթե նորից հիմա լինի այդ միջադեպը, վթար կլինի կամ ուրիշ դժբախտ պատահար լինի, ելի վեհապար հայրապետը կբուժի այդ անձանց։ Որովհետև վեհապար հայրապետը սիրող հայր է, որքան էլ մենք հասկանանք կամ չհասկանանք։ Ես վստահ եմ ճանաչելով վեհապար հայրապետին, եթե Աստված մի արասցե, բոլորին մենք առողջություն ենք մաղթում, հիմա էլ լինի, հիմա էլ այդ քայլը կարի։ Նույն կերպ երևի թե ավելի մեծ ջանքերով, քան այն ժամանակ։ Դեր փառն այսօր հանրության մոտ նաև մեծ մի մասի մոտ այդպես պահանջ կա, որ պետք է այդ եպիսկոպոսները, ովքեր է Սաշավի, հա, դեմ են դուրս եկել կաթողիկոսին, պետք է կաթողիկոսն էլ կարգալույծ անի։ Դուք դրա անհրաժեշտությունը չեք տեսնում այս բանը, այսինքն պետք է պատժվեն այս խժդժությունների հեղինակները։ Մարդկայնորեն նեղվածություն, բարկություն բնականաբար կա։ Բայց մենք շատ հաճախ հարցերին նայում ենք մեր տեսանկյունից, մեր պատուհանից, վեհապար հայրապետը նայում է իր մեծ պատուհանից։ Մենք երբեմն մեր մտածելակերպի համաձայն ենք ուզում, որպեսի գործի ամենայն հայոց կաթողիկոսը, երբեմն վրիպելով եւ չմտածելով, որ ինքը ամենայն հայոց կաթողիկոս է եւ իր տեսադաշտը ավելի լայն է։ Իր գիտելիքները ավելի շատ են, իր ինֆորմացիան, իր շրջապատը, իր շրջանակը ավելի լայն է։ Եվ վստահ եմ ամենամեծ, ամենաճիշտ լուծումը վեհապար հայրապետը կտա։ Դա մարդկանց ցասումն է, մարդկանց կարծիքն է եւ մենք հարգում ենք բոլոր
կարծիքները, բայց ի վերջո որքան էլ որ կարծիքներ լինեն հանրային, եթերով կլինի, համացանցով կլինի կամ ուղղակի դուրսը մարդիկ մեկը մյուսին կարծիք փոխանցի, լուծումը տրվում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եւ սա բոլորը ընդունում են։ Դե շատերը այսօր այդ մարդիկ սպասում են այդ լուծմանը, տեսնեն վեհապար հայրապետը ինչ է անելու։ Կարծում եմ մարդիկ իրավարցին են սպասում։ Կարծում եմ մարդիկ շտապում են։ Մարդ իր բնույթով միշտ շտապողական է։ Մենք շտապում ենք։ Սպասենք վեհապար հայրապետը խորհրդակցաբար իր լուծումը կտա։ Եվ մի կարևոր բան եմ ես ուզում ասել։ Վեհապար հայրապետը իր ամբողջ այս ծառայության ընթացքում որևէ հարց, որքան էլ որ ուզում են ներկայացնել, միանձնյա չի լուծում։ Որևէ հարց, որ ծառանում է եկեղեցու առջև կամ որևէ կազմակերպչական գործ, խնդիր լինում է, վեհապար հայրապետը հանձնախումբ է կազմում եւ խորհրդակցաբար բոլորի կարծիքները լսելով ամենապարզ սարկավագի կարծիքից մինչև arczepiskopos բոլորի կարծիքները լսելով ինքը նոր լուծում է տալիս, ընթացք է տալիս եւ ամենաճիշտ լուծումն է լինում եւ սրա մեջ մենք միշտ համոզվել ենք։ Սպասենք այդ լուծումներին Տեր։ Կլինի լուծումները։ Տեր Փարոն, այսօր տեսնում ենք, որ իշխանությունները իրենց, այսպես ասած, եկեղեցին նորոգման ծրագիրը, ինչպես իրենք են անունը դրել, իրականացնում են այն եպիսկոպոսների միջոցով, որոնց ժամանակին հետ իրանք են տարբեր պիտակավորումներ տալիս, քննադատում, անգամ ձեռք չէին ցանկանում սեղմել, հա։ Նրա հետ հիմա այդպես նրանց օրհնությունն են ստանում, իրենց համար պատարակ են մատուցում, խոսքը մասնավորապես, հա, Նավասարդ Կճոյանի մասին է։ Սրա վերաբերել ինչ մեկնաբանություն, ինչ կարող եք ասել։ Ինչպես այդպես ստացվեց, որ վերաբերմունքը կտրուկ այդպես փոխվեց։ Որ իրենց հիմա սիրելիս սրբազանն է դարել Նավասարդ Կճոյանը։ Եկեղեցու վերանորոգումը, եկեղեցու առօրյան, եկեղեցու նորոգումը վերապահված է միայն եկեղեցուն։ Իսկ ինչ վերաբերում է սրբազան հորը, ես նորից, ինչպես նախորդ հարցին, ճիշտ եւ պատշաճ չեմ համարում ասել։ Եվ ուրիշ մի կարևոր բան, շատ կարևոր բան, ընդհանրապես մարդուն բամբասանքով թիրախավորել պետք չէ։ Պետք չէ պիտակավորումներ տալ։ Խոսենք մարդու գործի մասին, խոսենք մարդու ծառայության մասին։ Հիմա օրինակ, որ պատմական դեմքերի մասին մենք խոսում ենք, մեր եկեղեցու առաջնորդների, սուրբերի մասին, քաղաքական գործիչների, թագավորների մասին։ Օրինակ, երբ որ մենք ասում ենք Տիգրան Մեծ, կամ երբ որ ասում ենք Սուրբ Ներսես Շնորհալի, մենք հարցնում ենք Ներսես Շնորհալին, որտեղ է հաց կերել, որտեղ է քնել արթնացել, չենք հարցնում, չէ, որովհետև մեզ համար շատ կարևոր է, թե ինչ է արել Սուրբ Ներսես Շնորհալին։ Կամ հարցնում ենք արդյոք նույն տրամաբանությամբ, թե մեր արքան Տիգրան Մեծը քանի կին է ունեցել, քանի զավակ է ունեցել, մենք իր գործերն ենք, չէ, խոսում, գործերի մասին ենք խոսում։ Նույն կերպ հիմա պիտի լինի, բայց հակառակն է տեղի ունենում, երբ որ մարդուն ուզում են նկարագրել, անմիջապես մտնում են մարդու նեղ անձնական կյանք։ Ես կառաջարկեմ այդ պիտակավորող մարդկանց ամբողջ հարգանքս իրենց, երբ որ մի մարդու մասին խոսում են, մի սպիտակ թուղթ վերցնեն, գրիչ վերցնեն եւ երկու մասի բաժանեն ու գրեն այդ մարդու արած գործերը եւ վստահ եմ ժամանակ չեն ունենա եւ իրենք էլ իրենց բարոյական իրավունք չեն վերապահի այդ մարդու անձնական կյանքի մասին խոսել։ Պետք չի ոչ մեկի անձնական կյանքի մասին խոսել։ Բայց արդեն այդ գծերը հատվել են։ Այո, այդ գծերը հատվել են եւ ցավոք սրտի այդ գծերը հատվել են։ Եկեղեցին միշտ իր քարոզների մեջ, իր խոսույթում, միգուցե մեր հավատավորներից էլ մարդիկ կան իրենց արդար ցասումն են արտահայտում։ Բայց մենք հորդորում ենք, որ մարդու անձնականին, նեղ անձնականին, մարդու անունին, մարդու կենցաղին, դա մարդունն է, այդ անձինն է։ Եկեք առողջ քննադատությամբ մոտենանք այդ ամեն ինչին։ Իսկ առողջ քննադատություն ցավոք սրտի այսօր չկա։ Կա բամբասանք, կա մուտք մարդու նեղ անձնական կյանք,
որը դատապարտելի է։ Ավետարանն էլ է դատապարտում, չէ՞, ասում է դիմացինի աչքի փուշը շուղը տեսնելուց առաջ նայի քո աչքի միջի գերանին։ Պետք չի դատապարտել, պետք չի թիրախավորել։ Ես նաև ուզում էինք խոսել, դուք էլ ձեր խոսքում անդրադարձաք, փաստորեն այսօր արդեն 4 սրբազանական կալանքի տակ գտնվող, հա, ու շատերը ասում են, որ եթե այսօր նրանք ազատության մեջ լինեին, հնարավոր է շատ բան փոխվել ու իրավիճակը այսպես չհասներ։ Ու նաև շատ խոսվում է առողջական վիճակի մասին Միքայել Սրբազանի։ Ուզում էի սրա մասին ասեք, դուք ինչ որ հավելյալ տեղեկություններ ունեիք սրա մասին ու կանոնավորումների մասին։ Գիտեմ, որ Միքայել Սրբազանը լուրջ առողջական խնդիր ունի եւ արդեն բոլորս ենք տեղյակ, որ նույնիսկ վիրահատության կարիք կա, միջամտություն կա, մենք աղոթում ենք առ Աստված, որ մեր Սրբազան հորը առողջություն պարգևի եւ լուծվի։ Ես ինքս Շիրակի թեմում ծառայել եմ, անձամբ ճանաչում եմ Միքայել Սրբազանին մոտիկից եւ իր տեսակն էլ գիտեմ։ Մեր մյուս սրբազան հայրերը, Բագրատ Սրբազանը, Արշակ Սրբազանը, Մկրտիչ Սրբազանը, մենք միշտ ասել ենք, մենք հաշտ չենք այս մտքի հետ։ Շեշտում ենք, ելի պիտի շեշտենք, որ սա անընդունելի երևույթ է, որ մեր սրբազան հայրերը այսօր գտնվում են բանտում, անազատության մեջ։ Մեզ համար անընդունելի երևույթ է, որ եկեղեցում ծխական քահանան Տեր Գարեգինը հիմա գտնվում է տնային կալանքի մեջ։ Ոչ մի բանի համար։ Կարող է հիմա իմ այս խոսքից հետո հակադարձվի, ասելով, որ քրեական այս հանցանքը կա, մյուսը կա, նախաքննական շրջան է ընթանում, բայց մենք սրա հետ համաձայն չենք, սրա հետ հաշտ չենք եւ վստահ ենք, որ դուրս են գալու մեր սրբազան հայրերը եւ ոչ թե ներվելու են, որովհետեւ ելի ենք ասել ներվելու խնդիր չկա, այլ ուղղակի արդարացված դուրս են գալու։ Իրենցից ուղղակի պիտի ներողություն խնդրեն մարդիկ։ Տեր Փարան եւ վերջում խոսենք, թե Կիրակի օրը ինչ կատարվեց Շիրակում 7 վերք եկեղեցում, դրան զուգահեռ Սուրբ Ամենափրկիչում էր, այսպես պատարակներ էին մատուցվում, 2 զուգահեռ իրականություններ, հա, ինչ ցույց տվեց Շիրակի թեմը։ Այսպես են շատեր ասում, որ Միքայել Սրբազանը անգամ կալանքի վայրից հաջողվեց հաղթել Նիկոլ Փաշինյանին ու իշխանություններին, այսինքն նրա ուժ ամրությունը ցույց տվեց։ Ու Շիրակցին իր ձայնը ասեց։ Որ Միքայել Սրբազանը ամուր ու պինդ է, նորություն չէ։ Բոլորը գիտեն Միքայել Սրբազանի ամրության եւ պնդության մասին։ Որ Շիրակի թեմի քահանաները ամուր եւ պինդ մնացին, սա էլ նորություն չէ։ Ամբողջ հարգանքս իրենց, իմ եղբայրներին, ես ասացի, որ ես էլ Շիրակի թեմում ծառայել եմ եւ գրեթե բոլորին ճանաչում եմ։ Իսկ ինչ կատարվեց Կիրակի օրը Սուրբ 7 վերք եկեղեցում, եթե մի բառով ասենք, սա անընդունելի էր։ Ամենապարզ օրինակը, եթե մենք բերենք, գիտեք ինչին նմանեցի ես այս երևույթը, եթե ես ուզենամ ինչ-որ մեկի տուն գնամ խնջույք անելու կամ հաց տանտերը թույլ չի տվել։ Այն դեպքում, երբ որ տանտերը այդտեղ չի, եւ ես ասում եմ, որ ամբողջ ընտանիքիդ հավաքիր, դուրս արի, ես պիտի գամ իմ ընկերներով, այդտեղ հաց ուտեմ եւ դուրս գամ, հետո դու կգաս։ Սա մոտավորապես այս ընտանեկան ներխուժման է նման։ Եվ շատ մյուս այդ խումբը, հա, եպիսկոպոսների այն դեպքում, երբ որ իրենց հոգևոր եղբայրը բանտարկված, ինչպես են գնում 7 վերք եկեղեցի եւ պատարակ մատուցում։ Ամբողջ երևույթն է անընդունելի։ Ամբողջ երևույթը մեզ համար եւ եկեղեցու կանոնների համար անընդունելի է։ Եթե ես որպես պարզ քահանա պիտի գնամ ուրիշ թեմ, ուրիշ եկեղեցի որևէ պարզ արարողություն անելու, ես պիտի օրհնություն ունենամ տվյալ թեմի առաջնորդի, համաձայնեցնեմ իմ ծառայությունը տվյալ եկեղեցու հոգևորականի հետ նոր իմ արարողությունը կատարեմ։ Էլ ուր մնաց պատարակ, այն էլ այլ թեմի քահանայի մատուցմամբ,
այն էլ շատ ենք ասել վեհապար հայրապետի եւ թեմի առաջնորդի անունների զեղչմամբ առանց կանոնական մոտեցման այս ամեն ինչը մեկ բառով պիտի ասենք անընդունելի երևույթ է եւ Փառք Աստծո մենք տեսանք երեք մեր հոգեվորականները հայրապետական մաղթանք կատարեցին եկեղեցում եւ 7 վերքը անցավ իր բնականոն կյանքին, ծիսական, խորհրդական կյանքին։ Մաքրագործվեց, այսպես ասած։ Մաքրագործման կարգը մի քիչ այլ բան է, դա արվում է այն ժամանակ, երբ որ պղծվում է տաճարը ոչ կանոնական քահանայի պատարակ մատուցմամբ, թշնամու ներխուժմամբ, սա մաքրագործում չէր, հայրապետական մաղթանք արվեց, ինչի մասին Շիրակի թեմի հոգևորականները ասացին։ Ես կուզեմ ուրիշ մի շատ կարևոր բանի մասին բարձրաձայնել, տեսեք շատ կարևոր է նպատակը։ Ամբողջ օրը մտածում ենք ինչն է մարդկանց նպատակը։ Երբ որ նպատակը չի հստակեցվում, գործողություններն էլ չեն հստակեցվում։ Երբ որ նպատակը չար է, գործողություններն էլ են չար։ Ես ուզում եմ անպայման բարձրաձայնել, որ եկեղեցու նպատակը միշտ բարի է եղել եւ միշտ էլ բարի է ավարտվելու։ Եվ դրա համար եկեղեցու գործողությունները, այսպես խնդիրները բոլորն էլ բխում են ժողովրդի շահերից։ Շատ կարևոր մի բացթողում ենք մենք ունենում մեր կյանքի մեջ, ուրեմն մենք հաշվի չենք առնում այն հավատացյալներին, ովքեր մշտապես պատարագի են մասնակցում, ովքեր ներողություն այս օրերին շփոթի մեջ են եւ մեզ էլ շատ հարցնում են հիմա ինչ պիտի անենք։ Ես ելի եմ ասել, ելի ով պիտի պատասխան տա այդ մարդկանց ներքին անհանգստության համար։ Այսինքն այստեղ նաև մարդկանց այդ կրոնական հավատը իրավունքներն են շատ դեպքերում կոպտորեն խախտվում։ Տեսեք, օրինակ մարդիկ գնում էին Հովանավանք պատարագի, մարդիկ գնում էին այլ եկեղեցի պատարագի եւ այսօր հարցնում են հիմա ինչ պիտի անենք։ Իրեւ Հովանավանքը դեռ կողպված է, մինչ օրս մնում։ Կողպված չէ, կարգալույց եղած անձն է այնտեղ եւ մենք մեր հոգեվորականներ այնտեղ չեն գնում։ Կողպված չէ, բայց հսկողություն կա ոստիկանական, սա էլ անընդունելի է, եկեղեցին բաց պիտի լինի, եկեղեցին պիտի անվտանգ լինի, ոչ թե եկեղեցին պիտի հսկեն ոստիկանները, ոստիկանները ուրիշ շատ բաներ ունեն հսկելու, ոչ թե եկեղեցին։ Եկեղեցում կարգ ու կանոնը միշտ կա։ Դեռ փառեն տեսանք նաև որ 7 վերքում էլ այսպես ասած պատարագը, հա, իշխանությունների համար մատուցվող ԱԱԾ-ն եկավ, այնտեղ ինչ որ գործողություններ էր իրականացնում, անգամ կապարանը կնքվեց, որքանով է սա իրավապահների գործառույթների մեջ, ԱԱԾ-ի գործառույթների մեջ մտնում է եկեղեցում գործողությունները, ստուգումները իրենց լիազորությունների մեջ մտնում։ ԱԱԾ տերմինը, որ բաց են կանում, կոչվում է ազգային անվտանգության ծառայություն։ Ինչքանով է եկեղեցին վտանգ ներկայացնում ազգային անվտանգությանը։ Իմ համեստ կարծիքով այդտեղ ազգային անվտանգության ծառայեկիցները անելիք չունեն։ Եվ ես անկախ նրանից թե ճանաչում եմ նրանց, թե չեմ ճանաչում, կարծում եմ, որ իրենք հաճույքով չեն անում դա։ Հաճույքով չեն անում։ Քաղաքացիների ներքին թողում մտնել, ասում են, այստեղ արարողակարգ է։ Դա էլ հաճույքով չեն անում։ Ես ուզում եմ ինձ համոզել եւ կարծիքս է այդպես, որ դա հաճույքով չեն անում, որովհետեւ ի վերջո այդ տղաները այդ անձինք հայեր են եւ իրենք էլ կուզեն, որ այս ամեն ինչը ավարտվի եւ իրենք անցնեն իրենց բուն գործին, ոչ թե եկեղեցի մարդ թողել կամ չթողել։ Եկեղեցի որևէ մեկը չի կարող եկեղեցի մարդ չթողնել։ Էլ ուր մնաց ազգային անվտանգության ծառայողները։ Չի կարելի, ուղղակի չի կարելի եւ վստահ ենք, որ այս ամեն ինչը վերջանալու է։ Շատ մի բարոյական պահ կա։ Մենք վերջում պիտի նայենք իրար երեսի, չէ՞։ Եվ տա Աստված մարդիկ, ովքեր սխալի մեջ են դարձի գան
եւ կարողանան ուղիղ նայել մարդկանց աչքերին։ Մեր խիղճը մաքուր է, մենք վստահ ենք մեր եկեղեցու ճշմարիտ ուղու մասով եւ գիտենք, որ վերջում ուղիղ ենք նայելու մարդկանց աչքերի մեջ։ Եվ խոսենք նաեւ այդ ձեր դիտարկմանը, հա, նաեւ դրա մասին էլ թեև խոսեցիք, կաթողիկոսի անունը, երբ որ պատարագի ընթացքում որոշ եպիսկոպոսներ զեղչում են։ Սա արդյոք գրաքննություն չէ, ու Նիկոլ Փաշինյանը ասել է, հա, որ հենց իրեն պահանջով են կաթողիկոսի անունը զեղչում։ Սա արդյոք չի հակասում հենց կանոնագրքին ու գրաքննություն չէ պատարագի արարողակարգային։ Մի քանի անգամ ասել ենք, նորից մեր հեռուստադիտողների համար կկրկնենք, 1880 թվականին Գևորգ կաթողիկոսը, Գևորգ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը հանձնարարեց, որ տպվի խորհրդատետր։ Եվ այդ խորհրդատետրը տպվեց, լույս ընծայվեց, հիմնվելով 40 եւ ավել խորհրդատետրերի ուսումնասիրության վրա, թե ձեռագիր, թե տպագիր։ Ուրեմն այդ ամեն ինչից հետո տպագրվեց խորհրդատետրը, որ հիմա մեր ձեռքին է, եւ որտեղ կա հատվածը, որտեղ պիտի հնչեցվի ամենայն հայոց հայրապետի անունը։ Ուրեմն այդ 40 եւ ավել խորհրդատետրերը, այդ խորհրդատետրերի հետ աշխատող վարդապետները եւ գիտնականները, ամենայն հայոց կաթողիկոսը մի կողմ, մի անձի կարծիքը մի կողմ, այսպես արդար չի լինում։ Եվ գիտականորեն էլ այսպես սխալ է։ Վալա ոնց են կանոնագրքին դեմ գնում հենց եկեղեցական կանոնագրքին, որին հետևել իրեն սուրբ պարտականությունն է։ Սխալ են անում։ Եվ սա դատապարտելի է։ Սա իրենք աղոթք են անում ամենայն հայոց կաթողիկոսի թեմի առաջնորդի, ինչը տեսանք նաև Շիրակում։ Տեսանք Շիրակում, տեսանք Վայոց ձորում, տեսանք Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում, տեսանք Արագածոտնում, որտեղ զեղչվեցին եւ ամենայն հայոց կաթողիկոսի անունը եւ թեմերի առաջնորդների անունները։ Սա կոչվում է կամայականություն։ Ավելի նրանք են քաղաքացիներ, ովքեր հնչեցնում են պատարագի ժամանակ, նրանց այսպես հեռացնում են եկեղեցից։ Եվ այդ քաղաքացիները ամբողջ հարգանքս իրենց, որովհետեւ մեր հավատացյալները միշտ կարելի ասել զուգահեռ մեզ հետ երգում են պատարագը եւ այս անգամ էլ իրենք աղոթեցին իրենց վեհապարի համար, իրենց թեմի առաջնորդի համար, մեր վեհապարի համար եւ մեր թեմերի առաջնորդների համար եւ ապրեն իրենք, Աստված թող իրենց օրհնի եւ սա թող չներկայացվի որպես սադրանք, որովհետեւ այդ մարդիկ աղջնակը կամ մի տատիկ կամ մի պարզ հավատացյալ բնութագրվի որպես սադրիչ, սա էլ մեղմ ասած ճիշտ չէ։ Կանոնը կա, կանոնը պետք է պահվի։ Իսկ մի անձ կապ չունի այդ անձը թագավոր է, պարզ իշխանավոր է, թե այլ պաշտոն ունի, մի հոգի չի կարող փոխել եկեղեցու կանոնակարգը։ Եկեղեցում արվող դարերով, տարիներով արվող այդ հիմա էլ նոր այսպես առաջարկում են, որ պետական օրհներգը հնչի եւ դրոշներ տեղադրվեն եկեղեցում։ Ավել Նիկոլ Փաշինյանը գրել է, որ 301 թվականին պետության կողմից է հիմնվել եկեղեցին։ Սա չիմացության հետևանք էր, թե ինչ որ այլ նպատակ ուներս։ Եթե ուզում եք անկեղծ պատասխանեմ ձեզ, ես ուզում եմ չմեկնաբանեմ սա։ Որովհետև տպավորություն է ստեղծվում, որ ասվում է մի կարծիք, ասպարեզ է նետվում մի կարծիք, թյուր կարծիք, եւ մենք բոլորս լծվում ենք այդ կարծիքը հերքելու, որ չպիտի անենք, որովհետև ամենապարզ հավատացյալն էր, երեխան էլ գիտի, որ քրիստոնեությունը Հայաստանում տարածել են Քրիստոսի երկու առաքյալները, Թադեոսը եւ Բարդղոմեոսը։ Սա ակնհայտ ճշմարտություն է, որ բոլորը գիտեն սրա մասին։ Դրա համար այս կարծիքներին հակադարձել կամ այս կարծիքները մեկնաբանել, անկեղծ ասած անիմաստ եմ համարում, որովհետև բոլորը գիտեն, որ այդպես չէ։ Հիմա ես գամ մի թյուր կամ անընդունելի խոսք ասեմ եւ սպասեմ, թե ինչ են ասելու իմ ասած խոսքին,
եթերով, ինտերնետով, չգիտեմ, մարդկանց հասարակական կարծիքով անիմաստ եմ համարում։ Մտածում եմ, երբեմն միգուցե մենք էլ այդ օրակարգի ջրաղացին ջուր ենք լցնում։ Պետք է դադարեցնենք, որովհետև դրանք թյուր կարծիքներ են։ Էլի բազմաթիվ թյուր կարծիքներ կան։ Օրինակ, թյուր կարծիք կա, որ սխալ, անընդունելի, որ ամենայն հայոց կաթողիկոսը գործակալ է։ Հիմա պատասխանենք այս կարծիքին, թե չպատասխանենք։ Մի օր կարող է մեկը գալ ասել, այսինչ հոգևորականը, չգիտեմ, գնացել է լուսին։ Պատասխանենք, թե չպատասխանենք։ Թյուր ըմբռնումներին, թյուր իմացություններին, խոսքս կարծիքների մասին է, անձանց մասին չի։ Պատասխանենք, թե չէ։ Ես մտածում եմ, որ չպիտի տուրք տանք եւ այս օրակարգը մենք չպիտի շարունակենք։ Մենք մեր նպատակն ենք դնելու ու դնում եւ Վեհապար Հայրապետը մշտապես էլ ասել է եկեղեցին Մայրաթուր Սուրբ Էջմիածինը մշտապես էլ ասել է որ եկեղեցին ունի իր օրակարգը մենք ասում ենք դադարեցրեք այս անիմաստ ճակերտներով ասված պայքարի որովհետեւ եկեղեցին երբեք չի պայքարում եկեղեցին չարի դեմ է պայքարում եկեղեցին նպատակ է դնում գնում է դեպի իր նպատակը եկեղեցին անձանց հետ չի պայքարում եկեղեցին իր դուռը բաց է անում, ասում է եկեք դեպի եկեղեցի, եկեք դեպի փարախ, հոգևոր փարախ եկեք։ Ուրեմն իմաստ չեմ նկատում այս կարծիքներին հակադարձելու, որովհետև կա պարզ ճշմարտություն, ակնհայտ ճշմարտություն, կա անիմաստ նախադասություն։ Թողնենք պարզ ճշմարտությունը գնանք անիմաստ նախադասության հետևից ճիշտ չէ։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, Տեր Փարոն։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հաստատիտողներ, ես հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Սամուել Սամոնքի հոգևոր հովիվ Տեր Փարեն Քահանա Առաքելյանի հետ։ Շնորհակալ եմ այս զրույցի համար, կհանդիպենք։